թուրքական կողմը միշտ կաղբան մեջ է գցել հարաբերությունները Հայաստանի հետ հայ-ադրբեջանական հարաբերություններից եւ այսօր էլ դա շարունակվում է եւ ընդամենը վերջերս տարատեսակ թուրք պաշտոնյաներ եւ հատկապես արտգործնախարարի մակարդակով հայտարարում են, որ Հայաստանի հետ հարաբերությունները կախված են խաղաղության գործընթացից, որ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ, այսինքն այն պայմաններից եւ նախապայմաններից, որոնք դրված են հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ այդ պայմանները տեսնում է Թուրքիան։ Ալի ջան, անցակետի վերանորոգումը Թուրքիայի կողմից դա այսպես մի սիմվոլիկ քայլ է, որը նա կատարում է այն քաղաքականության արդյունքում, որը նա դեռևս որդեգրել էր 2000-ական թվականներին, դա եւ ընդհանրապես ունեցել էր քաղաքականության մեջ, դա Հայաստանի հանդեպ փափուկ ուժի քաղաքականության կիրառումն է։ Եվ ահա Ալի ջան, անցակետի կառուցումը եւ այսպիսի արագ կառուցումը ունի այդ փափուկ ուժի կիրառումը Հայաստանում եւ հայկական այսօրվա իշխանությունները դա անցալում են որպես մեծագույն մի քաղաքականություն, որի պես խաղաղություն է հաստատվել եւ Թուրքիան այսպես ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը։ Այնինչ դա այդ փափուկ ուժի քաղաքականությունն է, որպեսզի կարողանան նաև այսօրվա հայ հասարակությանը ներկայացնել, որ Թուրքիան վերափոխվել է եւ պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի բացմանը։ Ինչը կարծում եմ մոտ ժամանակներս հատկապես մեծամասնության համար այդ սահմանը չեմ կարծում, որ բաց կլինի։ Իսկ սահմանի բացումը ինչ կտա Հայաստանի սահմանի բացումը Հայաստանին էականորեն ոչինչ չի տալու է միայն այն, որ Հայաստան է մտնելու թուրքական ապրանքների մեծ քանակ, այսպես մի խումբ կամ մեծ քանակություն, որը որ բերել է Հայաստանում առանց այն էլ խեղճացած արտադրության, այսպես ճշմանը։ Պարոն Աբրահամյան, իսկ արդյոք չկա մտավախություն, որ անկախ նրանից հայտարարություններից, թե հայ-թուրքական սահմանը բացվելու է, Թուրքիան սահմանը չի բացի այնքան ժամանակ, մինչև չկորզի Հայաստանից այն ինչ ցանկանում է, տարբեր տեսակներով, տարբեր ֆրոնտներում, այսպես ասած։ Իհարկե, ինչպես ես նշեցի, այդ փափուկ ուժի կիրառումը նաև ենթադրում է իրենից որ Թուրքիան կողոզելու է այն բոլոր պայմաններն ու նախապայմանները, որոնք թուրքական իշխանությունները դրել են դեռևս այն ժամանակաշրջանին, երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց, եւ քայլ առ քայլ գնում են այդ իրականությանը։ Իսկ ինչու՞մ է կայանում այդ իրականությունը, կայանում է նրանում, որ Հայաստանը հրաժարվի տարատեսակ այն քաղաքականություններից, որոնք Հայաստանը որդեգրել է դեռևս իր անկախության ժամանակաշրջանում։ Դա Կարսի պայմանագրի ճանաչումն է, դա Հայոց ցեղասպանության խնդրից հրաժարումն է, դա Ադրբեջանի հետ հարաբերություններն են, որոնց մեջ իհարկե կա այն հանգամանքը, որ Արցախը ընդհանրապես պետք է գոյություն չուներ, անգամ հայկական խոսությունում այն պետք է գոյություն չուներ, դա հայկական սփյուռքն է, որը ունի, որի դեմ Թուրքիան պայքարում է դեռևս սկսած 20-ական 30-ական թվականներից, ինչը տեսնում ենք, որ այսօր էլ է իրագործում։ Մի խոսքով, այս բոլոր պայմանները եւ նախապայմանները Թուրքիան անպայման եւ միանշանակորեն դրել է եւ դնելու է Հայաստանի այսօրվա իշխանությունների առջեւ։ Եվ պարոն Աբրահամյան, խոսենք օրվա գլխավոր թեմայից, դա Վենսի այցն է տարածաշրջան, գալիս է Հայաստան, այնուհետև մեկնում է Ադրբեջան։ Հետաքրքիր է, հա, վստահաբար դուք մամուլը իրենց թուրքական մամուլը նայել եք, ուսումնասիրել եք, գիտեք թե ինչեր են գրվում։ Ինչ կտա Վենսի այցը այս դեպքում Թուրքիային, որովհետև գիտենք, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները բավականին լավ բարիադրացիական են։ Այստեղ ինչ կարող է ստանալ Ամերիկան, որովհետև ամեն դեպքում խոսվում է նաև Թրամփի ուղու մասին, հա։ Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ Վենսի այցելությունը թուրքական մամուլ այդքան շատ այսպես բարձրակոչ վերնագրերով հանդես չի գալիս, բայց այստեղ կա մի ինչպես նշեցիք, այդ Թրամփի ուղու խնդիրը, որի մասին խոսվում է թուրքական մամուլում, այսինքն անդրադարձ է կատարվում հենց Թրամփի ուղուն, որ Վենսի այցելությունը հիմնականում գնալու է Թրամփի ուղու այսպես տարատեսակ խնդիրների բարձրաձայնմամբ եւ բանակցություններով, եւ իհարկե Թուրքիան այստեղ տեսնում է իր շահը եւ ինչպես գիտենք Թուրքիան դա դիտարկում է որպես միջանցք եւ ընդամենը մի քանի օր առաջ, մի շաբաթ առաջ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց դա որպես միջանցք։ Եվ կարծում եմ այստեղ Թուրքիա-Ամերիկա հարաբերությունները, որոնք գոյություն ունեն եւ արևմուտքի Թուրքիայի հարաբերություններում այդ միջանցք կոչվածը միշտ գոյություն է ունեցել, կարծում եմ այստեղ
հիմնական թուրքական այսպես կորիզը կամ մտածելու կորիզը լինել է այդ Թրամփի ուղի կոչվածի իրագործումը եւ դրա շուրջ քննարկումները Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ։ Եվ ինչպես գիտենք, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները այս եզրույթի եւ այդ քաղաքականության հանդեպ ունեն միևնույն հայացքները եւ կարծում եմ հիմնական խնդիրը, որը Թուրքիան տեսնում է այստեղ, դա է Թրամփի ուղու քննարկումն է։